Նորից եմ ես կրկնում, բոլորս կուզենք, որ Հիսուսի հետ մտերիմ լինենք, բայց այդքան հեշտ չի, որ պահը գալուց ամեն մի դժվարության, նեղության մեջ ես ուզենամ իմ անձը խոնարհացնեմ։ Ես հավատում եմ, հիմա դալիճում կլինեն մարդիկ, ես այդ խոսքին ձեր կարող եմ ասել այսօր, որ մենք ուզում ենք, բայց չի բացառում միգուցե այսօր, մինչև պաշտամունքին գալը եղել են հարցեր, ինչ-որ բաներ մեր կյանքում ու մեր անձը չի ուզում խոնարհվել։ Իսկ Տեր այսօր նորից ուզում է մեր սրտերի հետ խոսել, սիրելի բարեկամներ։ Հիսուսն ասում էր ճանապարհը փշոտ է, քարոտ է, շատ նեղ է, բայց ովքեր գտել են այս կյանքը, իրանց մեջ կա խաղաղություն, իսկ Սուրբ Հոգու տված խաղաղությունը, սիրելի բարեկամներ, ամեն մտքից վեր է։ Կրկին ասենք փառք Տիրոջը, օրհնյալ լինի Տիրոջ անունը, թող Տիրոջ անունը փառարվի։ Մի օրինակ հիշեցի, մեզ մոտ Լիոնից մոտ մի 100 կիլոմետր հեռավորության վրա մի քաղաք կա, տարեց ամուսիններ են, ազգությամբ եզդի, եթե մեր մեջ եզդիներ կան, իրանք բաժանում են 3 մասի, փիր, շեղ, մրիդ, իրանք փիր են, և իրանց համար, երբ որ ապաշխարում են, շատ դժվար ասրելներ, ամբողջ իրանց ազգը դուրս է գալի իրանց դեմ։ Ուրեմն երբ որ տվյալ ընտանիքի մայրը ապաշխարեց, մեր քույրիկը, Լուսիկ բաբո ենք ասում, տարիքով է, հիմա պետք է արդեն ինքը մկրտվի, ասում եմ ամուսնուդ կանչենք Լուսիկ բաբո, ինքն էլ գա ջրի մկրտությանը մասնակից լինի։ Չէ, միասնիկ եղբայր դրա հետ գործ չունես, կգա կխանգարի, գործ չունես, դրան չկանչենք։ Ես չեմ ճանաչում ամուսնուն, չեմ տեսել։ Բայց չգիտեմ ինչ սիրելիներ, սրտումս դրվել է, ասում եմ, չէ, արի կանչենք Լուսիկ բաբո։ Կգա, չի գա, թող չգա։ Եկավ Ասլան եղբայրը։ Մի հատ ավելնոր բան չի անում սիրելիներ։ Ես ասում, ինքը, եթե իմանան եզդիները, որ իր կինը մկրտվել է, ինքը մեծ դժվարություն, պրոբլեմներ է ունենալու։ Շատ մեծ դժվարությունների արժևականնելու։ Մի փոքր զրուցում ենք, խոսում ենք։ Գիտի, ես իրան ասում եմ, արի քեզ էլ մկրտենք։ Չէ, ասում եմ, միասնիկ եղբայր, ես պատրաստ չեմ, ինձ մի մկրտենք։ Ասեմ, Ասլան եղբայր ջան, քեզ չենք մկրտում, բայց շատ ուրախ ենք, որ մեր հետ ես։ Անցավ մոտապես